Դիամանտաշյանի։ Այո, միանում եմ, ինքը որպես այդպիսին աննախադեպ վերաբերմունք է, կարծում եմ, որ միայն այս դեպքին չի վերաբերվում, որոշակի իշխանության կողմից ցույց տալ է, որ մենք կին տղամարդ չենք նայելու ու դեռ մի բան էլ թող չմտածեն, որ տենց սեռով պաշտպանված են, ինչ կարող ենք անել, եթե հանկարծ փորձ լինի այդպես օգտագործել նաև կանանց քաղաքական պրոցեսների մեջ։ Միանշանակ այն ինչ որ կատարվում է եւ ոչ միայն սա ցույց է տալիս, որ դեմոկրատիայի անվան տակ իշխանության եկածը գործողությունների մեջ ոչ միայն իրականացնում է հակառակը, այլև իր կողմից այդպես սիրված նախկին իշխանություններին կարող է դաս տալ, թե ինչպես կարելի է բան անել, ճնշել հակառակ թևին, որովհետեւ զուտ համեմատականության համար եմ ուզում բերել, որպեսզի իմ ասածը ավելի հիմնավոր լինի, մարդիկ հստակ համացանցում իրենց դեմքերով ուղիղ ներազգային ատելություն են տարածում, որը որ ազգային անվտանգության անմիջական սպառնալիք է եւ գտնվում են հովանավորության տակ եւ շարունակում են ելի տարածել, այն պարագայում, երբ որ մարդիկ ոչ միայն զուտ խոսքի համար կամ այդպես կտրտած, նույնիսկ կտրտած ինչ-որ բաներ իրար միացնելով, ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքական ընդդիմությանը ցույց տան, թե մենք ինչքան ուժեղ տղա ենք։ Ես կարծում եմ, որ որոշակի բարդույթ էլ կա այստեղ, որովհետև հենց աղջկա կնոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը առնվազն նաև բարդույթի մասին է խոսում, ցույց տալու համար, որ տեսեք մենք տղամարդ ենք, էլի մենք տղա ենք, կարող ենք նաև այսպես վերաբերվել, որովհետև զրկել ընդհանրապես տեսակցությունից, այսպիսի պայմաններում դնել եւ տղամարդկանց բաց թողնել նույն հոդվածի տակ եւ կնոջը թողնել, կարծում եմ հենց բարդույթի գոյության մասին էլ է խոսում։ Այս ամենի հանգուցալուծումը դուք ինչպես եք պատկերացնում կամ երբ եւ ինչպես է տրվելու։ Ես կարծում եմ, որ առանց իշխանության փոփոխության, այդպես մնացած ցանկացած լուծումով, որ առաջարկում է, կամ ինքնախապեյությամբ զբաղված, կամ չգիտեմ, իսկապես հավատում է դրան, որ այդպես կարող է։ Առանց այս ռեժիմի փոփոխության որևէ դրական բան սպասել կլինի արդարադատության ոլորտում, կլինի մնացած մեկ այլ ոլորտներում, հատկապես անվտանգային ոլորտում, կարծում եմ խելքի մոտ չի։ Ինչ մնում է իշխանության փոփոխության ձևերին, երբ եւ ինչպես, այս կոնկրետ այս քաղաքական բաժանված ընդդիմության պայմաններում եւ իրար ավելի շատ խփելու, քան թե Նիկոլ Փաշինյանին խփելու տրամաբանության մեջ ցավոք սրտի ես չեմ տեսնում։ Լուծում պատկերացնում եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետքա նախընտրություն կազմակերպեն մինչև ընտրությունները եւ միասնական ցուցակով գնան ընտրությունների։ Այդպես եմ ես պատկերացնում, բայց միաժամանակ նաեւ ուզում եմ իրատես լինել, որ ես այդ սցենարին այս պահին չեմ հավատում։ Իշխանության ներկայացուցիչները ասում են Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այդ դեպքում ով է Լիդիա Մանտաշյանը։ Դե իրանք շատ բան են ասում։ Հիմա եթե իրենց ասելու կա, սուտ են ասում։ Եթե կարճ ասեմ, սուտ են ասում։ Շնորհակալություն։ Արամայր Սաղաբեկյան, կարող եք Արցախի ազգային ժողովի պատգամավոր ներկայացնել, կարող եք հասարակական քաղաքական գործիչ ներկայացնել, ո՞նց։ Հարգելի հետևողներ, քիչ առաջ խոսեցինք Արամայի Սաղաբեկյանի